Հինգշաբթի առավոտյան խորհրդարանում Փաշինյանն ու նախարարները շարունակում էին ներկայացնել կառավարության կատարողականը։ Նիստի սկզբին Փաշինյանի աչքից չվիրիպեց ընդդիմադիրների անսովոր շարժը։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը։ Սենց տենց մտնում են դուրս են գալիս, Քննարկման մյուս առանցքում արդեն քաղաքական մանդատներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց, ինչպես է իշխանությունը բնորոշում հաջորդ ընտրություններով ստացվելիք մանդատը։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խոսքը լինելու է խաղաղության մանդատի մասին, միաժամանակ կոշտ ձևակերպման անդրադառնալով 2021-ի նախընտրական իրենց ծրագրին։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո-դաշնակցական նախընտրական ծրագիր։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ ա դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ արդեն զզվել է Փաշինյանի բառապաշարից։ Նրա խոսքով գործող իշխանությունը միաժամանակ փորձում է ներկայանալ թե արևմտամետ, թե ռուսամետ, սակայն իրական նպատակը իշխանության պահպանումն է։ Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը, ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դա նաև դրա համար, այո, այդ փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ 5 տարի է զզվել ենք էլի։ Փաշինյանն նորեր առաջ քաղաքացիներին հրավիրել էր ավտոերթի նշելու Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Նախնին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հիշեց Երևանում եւ այլ վայրերում տխրահռչակ փոսերի մասին։ Հարցրեց, հաշվարկել են արդյոք թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել եւ թե այդ փոսերի պատճառով քանի մեքենա է հայտնվում խցանման մեջ։ Կոմբինանման գոյություն ունի, որը փոսը լինում է երկու ժամ հետո փոսը չկա։ Ուզմա ձուն, ուզմա բուկ, ուզմա ինչ ուզմա լինի, հնարավորություն չկա, այդքան փող ունենք, մի քիչ փոխտանք այդ բանից առնենք բերենք։ Պատտանենք այդ ցավից։ Պարոն Աղազյան, ես տարբեր երկրների գործընկերների հետ եմ շփվել, ասֆալտի կոմբայն, որպես այդպեսին չեմ հանդիպել, եթե լինի կփորձենք նաև Հայաստանում ունենալ։ Փաշինյանի մեղմ ասած չի գոհացնում արդարադատության համակարգի աշխատանքը։ Կատարվողը խայտառակություն է համարում, իսկ խնդիրն առաջարկում է վիրահատական ճանապարհով լուծել։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սրանով ցույց է ուզում տալ ժողովրդին հանրության առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետև բոլորը գիտեն, որ երկրում այդ ոլորտում խնդիրներ կա, որ իբր թե ինքը քայլեր է ձեռնարկելու եւ այդ խնդիրները լուծելու է, առաջինը հերթին էս է նպատակը։ Երկրորդը, որը կարծում շատ ավելի կարևոր նպատակ է իր համար, դա այն է, որ մեսիջ է ողջ համակարգին, որ ռեպրեսիաներ կսկսի իրենց նկատմամբ, այսինքն կոպիտ ասած պարտավորեցնում է, որ շարունակեն շատ ավելի բլու եւ հենազանդ լինել եւ հասկանալ, որ իրենց էլ կարող է վտանգ սպառնալ։ Պատասխանելով հարցին, թե որ համակարգերն են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում բարեփոխումները դարձրել են այլևս անշրջելի, Փաշինյանը մի անկեղծ պատասխան տվեց, որ մասնավորապես վերաբերում էր կրթության եւ բանակի ոլորտներին։ Որ լավ շրջողը լինի, միշտ էլ կարելի է շրջել։ Այսինքն ըստ էության տենց բան չկա, որ ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքան դանել։ Եվ վերջում Փաշինյանը խոսել է ոստիկանության աշխատանքի եւ հանրային վստահության մասին, ընդգծելով, որ համակարգը պետք է դառնա առավել դինամիկ եւ ճկուն։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության համակարգում մեդիա առաջնորդության նոր մոտեցում է պետք հանրության հետ հաղորդակցությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։